Պատգամը, որ կուզենամ խոսել, վերնագրել եմ այսպես. հարգիր իմ սրբարանը կամ հանդիպման վայրը, ում ինչպես հարմար կլինի։ Ելից գրքի 25-րդ գլխի 8-րդ խոսքում ասում է ինձ սրբարան շինի, որպիսի իր մեջ բնակվեմ։ Աստված Իսրայելի ժողովրդին հանձնարարում է, որ ինձ համար սրբարան շինի, որպիսի բնակվեմ այդտեղ։ Խորանը օրինակի եւ նրա բոլոր կարասիների օրինակի բոլոր քեզ ցույց տվածի պես ճիշտ այդպես շինես, ասում էր Մովսեսին Աստված։ Աստված, երբ որ Մովսեսին հանձնարարեց խորանը շինել, ասում էր ինչպես ես ցույց եմ տվել այդպես շինի։ Քեզ չհարմարեցնես։ Չգա միտեղ, որ դժվար լինի, բայց դու շրջանցես, ասես այսպես շինենք, որովհետև այսպես հարմար է կամ ավելի արագ է լինում։ Ինչպես ես քեզ ցույց տվեցի։ Ճիշտ այդ օրինակի պես։ Հետաքրքիր է, որ Աստված ասում է, որ խորանը մենք պիտի շինենք, բայց իր ուզած ձևով պիտի շինենք։ Աստծուն հարմար ձևով պիտի շինենք, ոչ թե մեր ուզած ձևով պիտի շինենք։ Աստծո հրամանների, պատվերների պես պետք է շինվի, ոչ թե մեր ցանկությունների պես։ Մենք պիտի շինենք, նախաձեռնությունը մերը պետք է լինի, բայց Աստծո ուզած ձևով պետք է լինի։ Որովհետև սրբարանը, որ պիտի շինվեր, ինքնանպատակ չէր, դա նպատակով էր, որ Աստված ուզում էր սրբարանը շիներ։ Նպատակն էր, որ ինքը գալու էր իր սրբարանի մեջ հանդիպելու մարդուն, իր ստեղծածին։ Եվ ասում էր, որ սրբարանը այսպես պիտի շինես, որպիսի ես այցելեմ։ Ինձ հարմար պիտի լինի, ոչ թե քեզ։ Իմ դուրը պիտի գա շինած սրբարանը, ոչ թե քո դուրը պիտի գա։ Եվ մենք ենք նախաձեռնում շինել, բայց իր ուզած ձևով։ Աստված ինքն է որոշում, ինչպես շինել, ինչ նյութերով շինել, ինչ հագնել սրբարան մտնելուց առաջ, ինչպես լինել սրբարանում, ինչպես վարվել, ինչպես նստել ու ինչպես վերկենալ, պաշտամունքը ինչպես պիտի լինի, Աստված էր ամեն բան որոշողը։ Սրբարանում պետք է լիներ պաշտամունք, որը ճանապարհ էր բացում Աստծո համար, սրբարանի Տիրոջ համար։ Մենք չենք կարող ինչպես ուզենք, այնպես մտնենք սրբարան։ Մենք չենք կարող ինչ ցանկություն ունենք, այդ ցանկությունները բերենք սրբարան, սրբարանում ամեն բան սրբված է Աստծո կողմից։ Եվ Աստված ուզում է, որ մենք որ գալիս ենք, սրբված գանք այստեղ, իր սրբարան, իր տուն։ Հետաքրքիր էր, որ քահանային ասում էր ինչ պետք է հագնել, որպիսի գար Աստծո տուն։ Երբ որ ես այս պատգամը պատրաստում էի, մտածում էի, ասում էի, երբ որ քահանաներին ասում է սա պիտի հագնես, սա պիտի հագնես, ու միտքս սա էր, որ դա քահանաներին է վերաբերվում, ծառայողներին է վերաբերվում, բայց ժողովրդին։ Հետո սկսեցի հասկանալ, որ նոր կտակարանում մենք բոլորս ենք քահանաներ։ Ձեզ վստահեցնում եմ, մենք մտածում ենք, որ քահանայական օրհնություններ, երբ որ օրհնության կարիք կա, մենք ասում ենք, մենք թագավորներ ու քահանաներ ենք, մենք սուրբ ազգ ենք, բայց երբ որ անհարմարավետություն պիտի լինի մեզ համար, որ նրա համար հարմարավետություն լինի, ասում ենք, դա քահանաներին է վերաբերվում։ Օրհնությունները մեզ, անհարմարավետությունները քահանաներին։ Այդպես չի լինում։ Քահանան Աստծո սրբարանը մտնելու համար հստակ նույնիսկ հանդերձանք ուներ։ Դա խոսում է Ելից 28-րդ խոսքում, ասում է, և նրանց շինելու զգեստները սրանք են, լանջապանակ ու եփուտ և պատմուճան ու նկարագործ շապիկ, խոյ և գոտի, և սուրբ զգեստներ շինես քո եղբոր Ահարոնի ու նրա որդիների համար, որպիսի
ինձի քահանայություն անի։ Ալելույա։ Դանիելը լավ խոսեց, որ ասում է մենք հաճախ ենք մտածում մոդան որն է։ Սրբարանում մոդայի եւ ճաշակի առումով պետք է Տերը որոշի, որովհետև սրբարանը իրենն է, սրբողնել է ինքը, սրբարանի տերնել է ինքը, հարցանյաց հանդեսի տերնել է ինքը եւ ինքը ուզում է, որ իր ուզած հանդերձով լինես Աստծո տան մեջ։ Եվ սա 5 տակարանյան ժամանակաշրջանում Աստված ցույց տվեց սրբարանի պատկերը։ Սրբարանում պաշտամունք էր տեղի ունենում եւ ամեն բան այնտեղ կատարվում էր Աստծո եւ մարդու միջև։ Եվ Աստված հստակ բաներ էր դրել սրբարանի մեջ։ Եվ եկավ ժամանակը, որ մարդը չկարողացավ այդ սրբարանով կարողանար իր Աստծո հետ հանդիպել եւ Աստված որոշեց, ասեց ես իմ ժողովրդի մեջ նրանց սրտում պիտի ապրեմ։ Նրանց միջից քարեղեն սիրտը պիտի հանեմ եւ մարմնեղեն սիրտ տամ եւ իմ օրենքները նրա սրտի վրա պիտի գրեմ։ Հալելույա։ Եվ հիմա Աստված այդ սրբարանը կառուցել է մեր մեջ։ Եվ հիմա ես ուզում եմ այն ինչ որ 5 տակարանում կար, շատ արագ նայենք մեր մեջ ու հասկանանք Աստված ինչ է ուզում մեզանից։ Եփեսացիս 4 գլուխ 22 խոսքից մինչև 24 խոսք ասում է, որպեսզի ձեր վրայից մի կողմ հանեք այն ձեր առաջվա վարմունքի պես եղած հին մարդը, խաբեբաց հանգություններով ապականված։ Եվ ձեր մտքի հոգով նորոգվեք, եւ նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված էր, արդարությունով ու ճշմարիտ սրբությունով։ Հիմա այստեղ ուզում եմ ասեմ, մենք հաճախ ենք ուզում, որ Աստված մեզ հանդիպի։ Եթե ես այստեղ հարցնեմ, ասեմ, քանիսս կուզենք, որ այսօր երեկոյան Աստված գա ու ինձ հետ խոսի, բոլորս ձեռ կբարձրացնենք։ Բայց Աստված ասում է, սրբարանում հանդիպելու համար համապատասխան հանդերձանք կա, որ ես ուզում եմ, որ դու այդպես ներկայանաս իմ այցելության պահին։ Հին մարդը իր ամեն ապականությունով քեզ վրայից պետք է հանվի եւ քո ստեղծողի պատկերը պիտի լինի, նա ով իր անձը տվեց, նա ով խաչվեց, արյունը թափեց, որպեսզի ես ու դու իր պես լինենք, որ ամենակարող Աստված հաճի հանդիպել ինձ հանդիպման վայրում, իմ սրտի մեջ, քո սրտի մեջ։ Եվ այստեղ ասում է, որ ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, ոնց որ Դանիել աղբերն ասում էր, եւ նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է, արդարությունով եւ ճշմարիտ սրբությունով։ Արդարությունով եւ ճշմարիտ սրբությունով։ Սա այն հանդերձանքն է, որ Աստված ուզում է իմ ու իր հանդիպման ժամանակ իմ հագին լինի։ Իր արդարությունը ոչ թե իմ։ Իր սրբությունը ոչ թե իմ պատկերացրած սրբությունը։ Դու կարող ասես, բայց ես ինչ իմանամ իր արդարությունը։ Եթե մինչև հիմա դու նրա խոսքը չես կարդում եւ չես կարդացել, վատ է, սկսի կարդալ։ Կտեսնես նրա սրբությունն էլ, կտեսնես նրա արդարությունն էլ եւ կհասկանաս ամենակարող Աստված իր սրբարանում այցելելու համար ինչ է պահանջում մեզանից։ Իսրայելի ժողովուրդը, երբ որ նայում էր խորանին, ամպիսյունը, երբ որ կար խորանի վրա, հասկանում էր, որ Աստված այցելություն է արել եւ ժողովրդին քավություն կա։ Ես ուզում եմ, որ Աստված այցելի ինձ, որովհետեւ այդտեղ շատ բան է փոխվում։ Աստծո այցելության ժամանակ շատ բան է փոխվում։ Մեր ժամանակներում, նոր կտակարանյան իրավիճակներում մենք պետք է ճանապարհ հարթենք նրա ներկայության մեջ լինելու համար։ Մեր սրտում լինելու, որովհետև հիմա գիտենք, որ իր հանդիպումը լինում է մեր սրտերի մեջ։ Եվ այստեղ ինչպես սրբարանը, ինչ վիճակ է սրբարանը կառուցված է, թե կիսաավեր է,
այս ամենը որոշողը, կառուցողը ես եմ։ Հիմա ես ուզում եմ, որ նայենք մեր ներսի։ Ինչ վիճակ է մեր ներսի սրբարանում։ Կառուցված է, սպասում է Տիրոջ այցելությանը, թե կիսը ավեր է, թե ավերակները Երուսաղեմի պարիսպների պես։ Շինողը ես եմ։ Աստված ինձ բոլոր կարողությունն ու հնարավորությունը տվել է։ Ցանկությունը դրել է, աղոթում ենք, դա նրանից է այդ ցանկությունը մեր մեջ։ Երկրպագում ենք, դա նրանից է, որ մենք կարողանում ենք երկրպագել։ Իր խոսքը կարդում ենք, դա նրանից է, որ մենք հասկանում ենք իր խոսքը։ Եվ այս ամենը դրել է Աստված, որ մենք կարողանանք սրբարանը կառուցել, նրա համար ճանապարհ պատրաստել, որ նա հաճի գալ իր սրբարանի մեջ։ Եկեք խոստովանենք, որ բավականին ժամանակ է, որ Աստծո ձայնը չենք լսում, չենք հանդիպել իր սրբարանի մեջ նրան։ Եթե հիմա ես հարց տամ ու դու մտածես, վերջի անգամ երբ է Տերը քեզ հետ խոսել ու քո կյանքը փոխվել է։ Սա մտածելու բան է։ Բավականին ժամանակ է, որ մենք Աստծո ձայնը չենք լսում, չենք հանդիպել, թե ինչ իրավիճակ է իր սրբարանում, այդ ես գիտեմ, քոնը դու գիտես, բայց ավելի խորքայինը նա գիտի, և մեզ ժամանակ առ ժամանակ ուղղորդում է սրբարանը կարգի բերել, հարգիր իմ սրբարանը, որպեսզի ես հանդիպեմ քեզ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում էր, եթե ես ուշանամ, սա գրում եմ քեզ, որպեսզի իմանաս ինչպես է պետք վարվել Աստծո տան մեջ։ Աստծո տան մեջ վարվել է պետք։ Իմ սրբարանի մեջ պաշտամունք է պետք։ Գիշեր ու ցերեկ, այդպես է ասում Աստծո խոսքը։ Ասում է կրակը չմարի գիշեր ու ցերեկ, թող վարվի իմ առջև, որովհետև ես անուշահոտություն եմ ուզում։ Մի աստվածաբան ասում էր, մենք այնքան ենք սովորել մեր հավատքի կյանքի ընթացքին, որ եթե Աստված Սուրբ Հոգին վերցնի, դժվար թե մենք հասկանանք, որ Սուրբ Հոգին մեզանից գնացել է, որովհետև մենք գիտենք ինչ պիտի անենք։ Մենք սովորել ենք։ Սա ինձ ցավացնում է, սա ինձ խորը մտածելու տեղ է տալիս։ Որովհետև եթե ես հանդիպում եմ նրան, ինքը փոխում է իմ կյանքը ամբողջությամբ։ Ինձ նոր ճանապարհ է ցույց տալիս, ես իմ գնալու ճանապարհը իմանամ, իմ գալիքը իմանամ, ինքը ինձ հետ խոսում է, ինքը քեզ հետ ուզում է խոսել։ Ես չեմ հավատում մի մարդ, որ հանդիպի ամենակարող Աստծուն իր սրբարանի մեջ և նույնը մնա։ Փոխվում է մեր աշխարհայացքը, փոխվում է մեր նստելն ու վեր կենալը, փոխվում է մեր խոսակցականը, փոխվում է մեր հագուկապը, փոխվում է մեր պաշտամունքի ձևը, փոխվում է մեր արժե համակարգը, հակառակ 21-րդ դարի որոշ արժե համակարգի արհավիրքին։ Փոխվում է, ամեն բան փոխվում է, մեր արժեքները փոխվում են։ Այլևս մեզ համար ոչ թե ավելի շատ արժեքավոր է մեր կարերյան, այլ Աստծո ներկայության մեջ լինելը։ Ոչ թե մենք լավ տուն ունենանք, լավ մեքենա կամ լավ հագնվենք, այլ նրա ներկայության մեջ լինենք, ասա իմ անելիքս, որովհետև միևնույն է ես քո առջև եմ կանգնում, և այստեղ, և այնտեղ քո առջև եմ կանգնելու։ Ես ուզում եմ, որ իմ ապրած կյանքը քո դուրը գա, որ քեզ հաճեցնեմ, ոչ թե իմ ընկերին, ոչ թե բարեկամիս, ոչ թե հարազատիս, այլ քեզ հաճեցնեմ։ Ճանապարհ պատրաստողը մենք ենք, ուրիշ ոչ մեկ։ Ղուկաս ավետարան առաջի գլխի 67-68 խոսքերում Զաքարիա մարգարեի մասին է խոսում, Հովհաննես Մկրտչի հոր մասին ասում է, և նրա հայրը Զաքարիան Սուրբ Հոգով լցված մարգարեացավ ու ասեց. օրհնյալ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այցելության ելավ իր ժողովրդին փրկության համար։ 75-76 խոսքերում ասում է սրբությունով ու արդարությունով նրա առջև մեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Եվ դու ով մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև Տիրոջ երեսի առջև պիտի երթաս ու նրա ճանապարհը պատրաստես։
Հովանես Մկրտիչը Հիսուսից առաջ եկավ եւ նրա համար ճանապարհ էր պատրաստում, որի ժողովրդին այցելություն անի եւ փրկություն պատճառ լինի։ Թույլ տուր ասեմ, որ այսօր, այո, ես հեսա սրան էլ կանրադառնամ, որ Հովանես Մկրտիչը դա եկեղեցին է, որ ճանապարհ է պատրաստում Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, բայց ես ուզում եմ մեր մասին խոսենք։ Ես այն Հովանես Մկրտիչն եմ, որ ուզում եմ ճանապարհ բացեմ, որ նա գա իր սրբարան իմ փրկության համար։ Նախ Երուսաղեմ, հետո Սամարիա, հետո աշխարհի ծայրը։ Ինչ օգուտ ունես, եթե աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես։ Ես ուզում եմ, որ նրա նման օծված լինեմ, Հովանես Մկրտչի նման, որ կարողանամ ճանապարհ պատրաստեմ, երբ որ սրբարանում կանգնեմ, նա ինձ այցելություն անի։ Հավատացեք, որ մեր կյանքը, մեր ապրուստը, մեր ամեն բանը կախված է նրանից։ Եթե ես իմ կյանքում երբևէ չաշխատեմ, հավատում եմ, որ նա ինձ կարող է պահել, բայց եթե նա չորհնի, ես իմ ամբողջ կյանքը աշխատեմ, ոչինչի էլ չեմ հասնի։ Նրանից է մեր օրհնությունն էլ, կյանքն էլ, ապրուստն էլ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Երբ սրբարանի Տերը գալիս է սրբարան, ամեն բան իր տեղն է գցում։ Ամեն բան փոխվում է։ Հավատացեք, որ մեր կարիքներն էլ են փոխվում։ Մենք այլևս երբ որ հանդիպում ենք նրան, մենք մեր կարիքները չենք ներկայացում։ Մենք ամենաշատ բանը, որ կարող ենք նրա ներկայության մեջ ասել, սա է, որ սուրբ է, սուրբ է, սուրբ է զորաց Տերը, որ նա արդար է իր բոլոր գործերի մեջ, որ նա ճշմարիտ է, որ նա կատարյալ է, որ նա ուղիղ է, նրա որ բոլոր որոշումները արդար են մեզ համար։ Ուր մնաց մեր կարիքները, որ նրան ամեն օր մենք մեր աղոթքների մեջ ներկայացնում ենք։ Մեր աղոթքների մեջ վերցրա մեր կարիքները, տես տակը ինչ է մնում, որ աղոթում ենք։ Եսայիա մարգարեության 35-րդ գլխում նկարագիրը սա է, սրբության պողոտա։ Սրբության պողոտա պիտի լինի, որ նա այդ պողոտայով անցնի, գա դեպի ինձ։ Գիտեք, ես կխնդրեմ, որ 35-րդ գլուխ ինքը շատ քիչ խոսք ունի, կարծեմ 10 քանի խոսք է։ Խնդրում եմ, որ տանը կարդակ կտեսնեք, այնտեղ ասում է, նույնիսկ ծուռը չի մոլորվում։ Անապատը ծաղկում է, անջուր տեղերը ջրաբեր են դառնում։ Մեր ավերակները, մեր ամեն կարիքները բավարարվում են, երբ որ ճանապարհ կա հարթած դեպի սրբություն, դեպի սրբարան։ Ձեզ վստահեցնում եմ, մենք մեր Աստծուն կարող ենք ճանաչել իր սրբարանի մեջ։ Նա իրեն հայտնում է իր ներկայության մեջ, երբ որ մենք իր հետ հանդիպել ենք երես առ երես։ Այո, երբ որ ես ինչ-որ բան վկայեմ, քույրը վկայի, եղբայրը վկայի ինչ-որ բան, այո, մենք ինչ-որ պատկերացում կունենանք, բայց նրան ճանաչել միայն երես առ երես, երբ որ իր սրբարանի մեջ հանդիպում ենք նրան։ Ես հիմա մոտենում եմ ավարտին։ Ինչ կա մեր սրբարանում։ Մենք ամեն մեկս ավելի լավ գիտենք։ Չկա մի մարգարե, որ մեր սրտի մեջինը մեզ ավելի լավ կասի։ Մենք ավելի լավ գիտենք։ Ինչ կա մեր սրբարանում։ Վերջի անգամ երբ ես երեսնի վայր ընկել ասել քո ներկայությունը կորցրել եմ, քեզ եմ ուզում։ Ուրիշ ոչինչ չեմ ուզում, երկնքում եւ երկրի վրա, քեզանից բացի մեկին չեմ ուզում եւ ոչ մի բան չեմ ուզում։ Ուր ես Տեր, հայտնիր քեզ։ Ես ուզում եմ քեզ հետ հանդիպել։ Այլևս այսպես ապրել անհնար է, չեմ կարող, չեմ ուզում այսպես ապրեմ, երեսնի վայր Տիրոջ առաջ եմ ծնկի, Տիրոջ առաջ եմ ու ասում եմ խոսիր ինձ հետ։ Վստահեցնում եմ քեզ, ինքը ասելիք ունի։
Դու կարող ես մտածես, ասես, ես էլ ասելիք ունեմ, ես վստահեցնում եմ քեզ, երբ որ նրա ներկայության մեջ գնանք, որևիցե մեկս որևիցե ասելիք չենք կարող ունենալ նրան, որովհետև հասկանալու ենք մեզ ամեն պատահածը նա տեղյակ է։ Եվ ինքը այդպես էլ ուզել է, որ այդպես լինի։ Բայց երբ որ ես նրա ներկայության մեջ կլինեմ, նրան կհանդիպեմ, ես վեր կկենամ, ես հաջորդ օրը կբացահայտեմ, որ ես այլևս նույնը չեմ։ Էլ ոչ մի բան իմ մոտ նույնը չի։ Ես էլ ներման հարց չունեմ։ Ես էլ ուրիշին դատելու հարց չունեմ։ Ես միայն նրա ներկայությունն եմ ուզում։ Իսկ նրա ներկայության մեջ շնորհքն ու ողորմությունն է։ Ալելույա։ Հայտնության 3-րդ գլխի 20 խոսքը հետաքրքիր է, որ դա Լավոդիկիայի եկեղեցու մասին է խոսում այդտեղ։ Ես հաճախ երբ որ ապաշխարել եմ, ապաշխարած ժամանակվանից միջև ես վերջերս միսա մտածել եմ, որ սա նորահոգիների մասին է, որ խոսում է, որ ասում է, ահա ես դռան առջև կանգնած եմ, եթե բացես, իմ ձայնը լսես, բացես, ես կմտնեմ ու քեզ այդ ընթրիք կանեմ, ու ես այսօր որ նայում էի, հասկացա, որ գիտես, դա սա Լավոդիկիայի եկեղեցուն էր ասում, որ Լավոդիկիայի եկեղեցուն բավականին լիքը բաներ է ասում։ Ասում է դու հարուստ ես, դու ես ունես, դու են ունես, ու եկեղեցուն է ասում, սա նորահոգուն չի ասում։ Ու այստեղ իմ մեջ հարց եղավ, Աստված եկել է եկեղեցի, դուռն է թակում։ Աստված այցելել է սրբարան, իմ սրբարանն է այցելել Աստված ու դուռն է թակում, որ ես բացեմ, նա է Տերը, նա իրավունք ունի, երբ ուզի գա իմ կյանքի մեջ ու ինչ որ ուզի իմ կյանքի մեջ փոխի եւ ինքը հեռանա այնտեղից, որովհետեւ նա է Տերը եւ ես նրա ծառան, նրա աղախինը, որ ինքը թող գա եւ անի այն ինչ ուզում է ինքը անել։ Որովհետև քեզ վստահեցնում եմ, ընթրիքը մենք նոր ծանոթության հետ չենք անում։ Մենք ընթրիքը անում ենք մոտիկների, մտերիմների հետ, որովհետև դա երեկո է եւ երեկոյան քեզ այցելում են քո մտերիմները։ Ասում է ընթրիք, չի ասում երբ որ դուռը բացես մենք իրար հետ ճաշ կանենք, այլ ասում է ընթրիք կանենք, որովհետև մենք մտերիմ ենք եղել մի ժամանակ, մենք ճանաչել ենք իրար, բայց հիմա պահ կա, որ ես քո դուռը զարկում եմ, որ դու իմ ձայնը լսես ու բացես դուռը, որ ես գամ, ընթրիք անեմ, եւ ընթրիքի ժամանակ ամենամտերիմ զրույցն է լինում։ Ընթրիքի ժամանակ է, որ շատ սրտեր բացվում են։ Եկեք, որ մենք մեր սիրտը բացենք մեր Տիրոջ առաջ, եկեք, որ սրբարանի դուռը երբեք փակ չլինի, եկեք, որ սրբարանում միշտ երեսնի վայր մարդ լինի, որ նա գա այդ զոհի վրա։ Զոհասեղանի վրա, եթե զոհ չկա, Տիրոջ այցելությունն էլ չկա։ Ես ուզում եմ, որ միասին կանգնենք Տիրոջ առաջ։ Վստահեցնում եմ, որ այս խոսքից հետո նա փափագում է մեզ հետ հանդիպել իր սրբարանում։ Հավատա, որ շատ բան կա խոսելու այնտեղ։ Շատ բան կա մեր սրտում կուտակված, որ մենք ուզենք Տիրոջ առջև թափել։ Մի վախեցիր նրան պատմել քո ով լինելու մասին, քո մեղքերի մասին։ Միևնույն է, նա վաղուց գիտի դա։ Նրան չենք կարող զարմացնել մեր ով լինելով, նա գիտի մեզ։ Նա փափագում է, որ մեզ հետ հանդիպի իր սրբարանի մեջ։ Խոսելու շատ բան կա, վստահ ինքն էլ ասելիք ունի մեզ։ Ինքը ասելիք ունի մեզ։ Նա ուզում է մեզ բան ասել։ Եկեք, որ նրա սրբարանը եթե կիսավեր է կառուցենք, եթե կառուցած է, եկեք թող նրա սրբարանում ճրագը վառենք, զոհ լինի զոհասեղանին, որ նրա այցելությունն էլ լինի։ Եկեք ճանապարհ հարթենք ամենակարող Աստծո համար, որ նա գա իր սրբարան
ու այնտեղ հանդիպում լինի, որ լինեմ միայն ես եւ նա։